Ուկրաինայի պաշտպանության բանակի մամուլի խոսնակն այսօր հայտարարել է ծանր տեխնիկան հետ քաշելու մասին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ նշված է, որ փետրվարի 12-ին Մինսկում կնքված պայմանավորվածության համաձայն այսօր սկսում է 100 մմ տրամաչափով հրետանու հեռացումը սահմանագծից։ Այս գործընթացը կիրականացվի բացառապես ԵԱՀԿ դիտորդների խմբի վերահսկողությամբ, նշված է հաղորդագրության մեջ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է հետ քաշի 1000 միավոր զինատեխնիկան Ուկրաինայից։ Յենս Ստոլտենբերգը նաև ավելացրել է. անընդունելի կլինի, եթե ռուս անջատողականներն ընդհարձակեն իրենց վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները։ Ստոլտենբերգն այսօր Հռոմում հայտարարել է, որ լավատես է և հույս է հայտնել, որ կիրագործվեն հրադադարի պահպանման վերաբերյալ համաձայնագրով ամրագրված պարտավորությունները։ Ծանր զինատեխնիկան հետ քաշելու վերաբերյալ ռուսական կողմը պնդումներ էր ներկայացրել 3։ Այս իրավիճակն ըստ վերլուծաբանների հավելյալ հույսեր է ներշնչում, որ 2 շաբաթ առաջ Բելարուսում ստորագրված փաստաթղթի համաձայն ի վերջո կպահպանվի հրադադարը։ Այդ պայմանավորվածությունից հետո ըստ ուկրաինական աղբյուրների ռուս անջատողականները հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտել են հատկապես Դեբալցևոյի շրջանում։ 3 մասնավորապես ծանր տեխնիկան հետ քաշելու վերաբերյալ ռուս անջատողականների հավաստիացումներից հետո ուկրաինական կողմը պնդում էր, որ ժամեր շարունակ գնդակոծվել է Պոպասնա քաղաքը, բացի այդ անջատողականները փորձել են գրոհել Շիրոկին գյուղը։ Քանի դեռ այս իրավիճակում վերլուծաբաններն ընդամենը հույսեր են կապում, որ Ուկրաինայում ի վերջո հնարավոր կլինի վերջնականապես դադարեցնել կրակը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փուլի փաթեթի մասին զգուշացմամբ։ Քերին մասնավորապես ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փուլից բացի հնարավոր է հավելյալ աջակցություն Ուկրաինային։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին գնահատել է. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սպառնալիքներով բացահայտվում է Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու մտադրությունը։ Քիչ առաջ հրապարակվեց տեղեկություն, ըստ որի Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարարը պատրաստ է ԵԱՀԿ դիտորդներին հնարավորություն ընձեռել այցելել այն բնակավայրերը, որտեղից արդեն անջատողականները դուրս են բերել ծանր տեխնիկան։ Նա նաև ավելացրել է, որ Գրադ համակարգը շփման գծից հետ կքաշեն վաղը ժամը 9-ին և լրագրողներին հրավիրել է այդ փաստն արձանագրելու։